Հովտաշեն համայնքը հայ ավտոսիրողի մոտ արդեն որոշակի ասոցիացիաներ է առաջացնում։ Դա նշանակում է, որ հերթական միջոցառումը կազմակերպված է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հովանու ներքո իդեմ ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանի։ Հաշվի առնելով միջոցառման մասշտաբները, երևում է, որ հսկայական ջանքեր են ներդրվել բարձր մակարդակի մրցություն անցկացնելու համար։ Շնորհակալություն ֆեդերացիային այս սպասված միջոցառումը կազմակերպելու համար։ Շնորհակալություն նաև Արարատ ավտոսիթիի տնօրինությանը ավտոշուկայի հրապարակը տրամադրելու համար։ Այն շատ հարմար վայր է արագընթաց ձևավոր վարման և դրիֆթի մրցություններ անցկացնելու համար։ Երկու 2025 թվականի մրցութային տարին սկսվում է, և այսօր Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող ավտոմիջոցառումների մեկնարկն է։ Իսկ ծրագրում արագընթաց ձևավոր վարում դիսցիպլինն է։ Այս դիսցիպլինի մրցաշավներին մասնակցելով արշավորդները զարգացնում են էքստրեմալ իրավիճակներին արագ և ճիշտ արձագանքելու իրենց հմտությունները։ Կարծում եմ հայաստանյան ավտոճանապարհներին բոլորիդ էլ պատահել են վարորդներ, ովքեր ամեն ինչ անում են ցուցադրելու իրենց անհարգալից վերաբերմունքը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, հաճախ ստեղծելով վթարային իրավիճակ։ Ավտոմոբիլային ֆեդերացիայի կազմակերպած միջոցառումները նպատակ ունեն զարգացնել տրանսպորտային միջոցների շահագործման մշակույթը։ Չէ որ ինչքան էլ ավտոմեքենան լինի շքեղ ու թանկարժեք, միևնույն է այն ուղղակի փոխադրամիջոց է։ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի արագընթաց ձևավոր վարման 2025 թվականի առաջնության առաջին փուլը սկսված է։ Մրցուղու վրա են մինչև 2 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով սպորտային բոլիդները։ Արթուր Հարությունյան, համար 05, Մովսես Մարգարյան, համար 15, Իշխան Խաչատրյան, համար 04։ Այս դասում այս 3 մասնակիցներն են։ Կարծում եմ ժամանակն է շնորհակալական խոսքեր ասել մեր գործընկերներին։ Գլխավոր հովանավոր ավտոսան ընկերություն, Վարդալ ավտոյուղերով, պաշտոնական գործընկեր Նորտուն խանութների ցանց։ Հաղորդմանն աջակցում են Արզնիկատ ընկերությունը, Քեշուա Արմենիան, GH Stone ընկերությունը, ինչպես նաև D-Energy Group-ը։ Առանձնահատուկ շնորհակալություն Multi-Group կոնցեռնին, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանին, Ավտոդրայվ հաղորդմանը և Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Արագընթաց վարումը դիտարժանություն է ստանում, երբ արշավորդը ոլորապտույտներն անցնում է դրիֆթով։
Հերթական մրցելույթը արդեն 2 լիտրից ավել ծավալով շարժիչով սպորտային բոլիդները։ Լյուդվիգ Գերմազյան, համար 09, Արսեն Մանուկյան, համար 25։ Let me just show you. Don't be obsessive, it could be intensive, it could be explosive, it could be offensive. Don't be defensive, don't be aggressive, it will be a waste cause we could be expensive. You need a little fee in your life, you need a little me in your life. I wanna see the scene in your eyes, yeah, you will be free. Մեկնարկում է հաջորդ դասը, սիրողական, որտեղ ընդգրկված են մինչև 2 լիտր ծավալով շարժիչով ավտոմեքենաները։ Այս դասում գրանցված արտավորներն են Գոր Ալեքսանյան, համար 23, Սարգիս Գևորքյան, համար 10, Գոհար Տեր Անտոնյան, համար 06, Ռիփսիմե Ջանգիրյան, համար 03, Ասպուրակ Չոփիկյան, համար 36, Սմբատ Մելքոնյան, համար 21, Արմեն Սրապյան, համար 16։ Շատ կարևոր է կանանց մասնակցությունը նմանատիպ մրցույթների։ Նրանք իրենց ներկայությամբ կոտրում են կարծրատիպեր։ Ճանապարհներին հաճախ է պատահում, երբ վարորդը ստիպված է լինում արագ արձագանքել էքստրեմալ իրավիճակի։ Այս մրցությունը նախատեսված է վարորդների մոտ զարգացնելու նաև այդ հմտությունը։ Արշավորդներին տրվում է 2 մրցելույթի հնարավորություն, որոնցից լավագույն արդյունքը վերցվում է որպես վերջնական։ Հաջորդ դասն է սկսում մրցելույթները, 2 լիտրից ավելի ծավալով շարժիչով ավտոմեքենաների սիրողական դաս։ Դասում գրանցված են Ասպուրակ Չոփիկյան, համար 13, Արմեն Սրապյան, համար 26, Էմմա Վարդանյան, համար 07, Սեդա Մարտիրոսյան, համար 08, Արմեն Կահրամանյան, համար 17, Ալեքսեյ Մարտիրոսյան, համար 20։ Real high, had to swim with the sharks. Keep the keys in my hand, don't forget where I park. Just as long as I finish, it don't matter how I start. Feeling my possession, all I needed was a spark. Screaming real loud, thought I walked through a parade. Back up long, homie, don't you dare scut my J's. Mask on, RP, like GTA charade. Իհարկե շատ հաճելի է մրցողու վրա տեսնել կանանց, որոնք հավասարը հավասարի պես տղամարդկանց հետ պայքարում են մրցանակային տեղերի համար։
Հենց այս իրավիճակներից խուսափելու համար են այսպիսի մրցությունները։ Արմեն Կահրամանյանը լավ չէր հաշվարկել ավտոմեքենայի հնարավորությունները։ Ժամանակն է մրցուղին տրամադրելու լիֆտի սիրահարներին։ Այս դասում գրանցված են Գոր Պետրոսյան, համար 31, Հայկ Մանուկյան, համար 14, Արա Դոխոյան, համար 01, Արամ Սարգսյան, համար 12, Լևոն Խաչատրյան, համար 11, Գարիկ Պետրոսյան, համար 02։ Հենց այս գեղեցիկ ու բարդ անցումների շնորհիվ է, որ դրիֆթը մեծ ժողովրդականություն է վայելում։ Մեզ մնում է հետևել արշավորդների գործողություններին եւ վայելել։ Կարծում եմ ժամանակն է շնորհակալական խոսքեր ասել մեր գործընկերներին։ Գլխավոր հովանավոր ավտոսան ընկերություն, Բարդալ ավտոյուղերով, պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց։ Հաղորդմանն աջակցում են Արզնիկատ ընկերությունը, Քեշուա Armenian, GH Stone ընկերությունը, ինչպես նաև D-Energy Group-ը։ Առանձնահատուկ շնորհակալություն Multi-Group կոնցեռնին, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Ավտոդրայվ հաղորդմանը և Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Վերջապես մրցուղի են դուրս գալիս քարթինգի սիրահարները, բայց նրանց ելույթը ցուցադրական նշանակություն ունի։ Նշեմ, որ շատ թույն միջոցառում էր, այսօր առաջին անգամ էր ինձ բախտ վիճակվել, մասնակցել եւ ես բարեմ միջոցառումը, բայց ամեն ինչը շատ լավ անցավ, սպասվածից էր շատ լավ, ինձ էլ էր փորձ, լիքը բաներ կար, որ ես էլ չգիտես, սպորտի մեջ, այս մեքենաների հետ կապված, բայց կողքից լիքը բաներ ես էլ նույնպես սովորեցի։
Հիմա ամփոփում ենք անում արդյունքների, այսօր տարբեր նոմինացիաներ են լինելու եւ իհարկե նմանատիպ միջոցառումներ շատ են լինելու, արդեն Արսենի հետ ընդհանուր թմով կկազմակերպեն եւ մոտակա ժամանակները արդեն օրը կնշենք թե հաջորդի միջոցառումը որտեղ եւ երբ է լինելու։ Դե ցանկությունը շատ մեծ է, նույնպես կցանկանամ մասնակցեմ, դե ես ինքս մոտոքշող եմ, ավելի մոտոյի կողմնակիցն եմ, միանշանակ որ մոտոյի հետ կապված մրցություն լինի, միանշանակ կմասնակցեմ, բայց մեքենայի հետ կապված լիքը դեռ աշխատելու տեղ ունեմ իմ վրա, ռիսկի չեմ գնա, դեռ մոտակա ժամանակներս։ Ահա եւ վերջ։ Կարելի է ամփոփել արդյունքները։ Մինչև 2 լիտր շարժիչով սպորտային բոլիդների դաս։ Երրորդ տեղ Մովսես Մարգարյան, երկրորդ տեղ Արթուր Հարությունյան, առաջին տեղ Իշխան Խաչատրյան։ 2 լիտրից ավելի շարժիչով սպորտային բոլիդների դաս։ Երկրորդ տեղ Արսեն Մանուկյան, առաջին տեղ Լյուդվիգ Երմազյան։ Դրիֆտ դիսցիպլին, երրորդ տեղ Գարիկ Պետրոսյան, երկրորդ տեղ Արա Դոխոյան, առաջին տեղ Հայկ Մանուկյան։ Մինչև 2 լիտր շարժիչով սիրողական դաս։ Երրորդ տեղ Գոր Ալեքսանյան, երկրորդ տեղ Սմբատ Մելքոնյան, առաջին տեղ Ասպուրակ Չոփիկյան։ 2 լիտրից ավել շարժիչով սիրողական դաս։ Երրորդ տեղ Սեդա Մարտիրոսյան, երկրորդ տեղ Արմեն Սրապյան, առաջին տեղ Ասպուրակ Չոփիկյան։ Մասնակցել ենք առաջի կլասում, գրավել ենք առաջի տեղը, մասնակցել ենք երկրորդ կլասում, absolut կլասում, գրավել ենք առաջի տեղը։ Շատ լավ է, շնորհակալություն Էստի Արին, նաև Արսեն Մանուկյանին, ֆեդերացիայի նախագահին, թող մրցումները ավելի ու ավելի շատ լինի, մենք էլ մասնակցենք, շնորհակալություն բոլորից։ Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի սլալոմ ռեյսինգ ջիմխանա անվանումով առաջի փուլը, ունեցանք 5 դիսցիպլին, դրիֆտի առանձին դաս ունեցանք եւ պրո դաս 2 հատ եւ 2 հատ սիրողական դաս, որը շատ լավ էր, ողջունել էր տղաները ահագին բան սովորեցին, ոնց որ արդեն անցան դրիֆտի առաջի քայլերը արեցին։ Սլալոմ ռեյսինգը դա ոնց որ սովորացնող ուսուցանող ավելի կրթական, որը շատ հմտություններ են ձեռք բերում, որտեղ տիրապետում են մեքենային եւ ճանապարհային անվտանգության վայրերում։ Եվ այսպես ավարտվեց առաջի փուլը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հովանավորներին, Հանձինը Զիլի գրուպ Ֆուքս ապրանքանիշով, որ հանդես է գալիս եւ միշտ մեր կողքին է, J Cars-ին Garage Master Mall-ը միշտ մեր կողքին է, ավտո շուկան Ավտոսիթին, Coca-Cola-ն մեր կողքին էր այսօր եւ մյուս բոլոր ընկերները, Subaru Motors-ը նույնպես այսօր մեր կողքին էր։ Ավտոդրայվը եկավ նկարեց մեր լուսաբանեց մեր գեղեցիկ միջոցառումը։